Իրական մենք սկսեցինք խոսել հիբրիդային հարձակումների մասին, բայց ինձ մոտ կա տպավորություն, որ հասարակությունը այդպես էլ չի հասկանում, ինչ է իրենից ներկայացնում այդ հիբրիդային հարձակումը։ Չնայած բոլորը իրենց այսպես առօրյա խոսակցական լեքսիկոնում արդեն ընդգրկել են հիբրիդային հարձակումներ բառակապակցությունը եւ շատ լավ կլիներ մի հատ փորձեինք հասարակությանը բացատրել ի վերջո ինչ են հիբրիդային հարձակումները, որտեղից են Հայաստանին սպասվում այդ հիբրիդային հարձակումները եւ արդյոք միայն մեկ ուղղություն է, որի մասին այս պահին այսպես ռոպագանդում են իշխանությունները։ Շատ հետաքրքիր թեմա է իրականում, այս շատ մոդայիկ բառ է դարձել, եզր է դարձել, ամենտեղ հնչում են, անանավանդ վերջի 2 տարին, իսկ վերջի մի շաբաթը ռեկորդ է հիբրիդային բառի հմեկով, ազգային ժողովում, չգիտեմ, բազմաթիվ հարցազրույցներում, նույնիսկ իշխանական տենց ագրեսիվ այդ բլոգերներն են հանկարծ դարձել հիբրիդային մասնագետներ, հայկական քաղաքական դիսկուրսում հիբրիդային պատերազմ, հիբրիդային սպառնալիքներ, երբ որ ասում են, սովորաբար հասկանում են մի քանի շատ կոնկրետ, շատ նեղ բաներ։ Նախ հասկանում են ենթադրյալ Ռուսաստանի կողմից ինչ-որ գործողություններ, երկրորդը հիբրիդային ասելով նկատի ունեն հիմնականում քարոզչական ինչ-որ ներգործություններ, այդ fake news, կեղծ լուրեր եւ այլն, մանիպուլյացիաներ, հիբրիդային պատերազմ, իսկ ավելի ճիշտ հիբրիդային սպառնալիք արտահայտությունը մոտավորապես 2000-ականներից է գալիս, ամերիկացիներից, նույն տիպ ու վերջերս դա դառել է բավականին մոդայիկ եզր, առաջին հերթին հենց 14 թվականին, այդ Ղրիմի անեքսիայի շուրջ, դրանից հետո շատ լայնորեն կիրառվում է Չինաստանն է հիշատակվում, Իրանը եւ այլն։ Ըստ էության արևմուտքը ում դիտարկում է հակառակորդ, միանգամից մեղադրում է ինչ-որ հիբրիդային գործողություններ, հիբրիդային պատերազմ վարելու մեջ։ Ասեմ, որ այս եզրը տենց այդ իր մոդայիկ ճառագայթում է, շատ նման հիշեցնեմ եզրեր կային մինչ այդ, հոգեբանական պատերազմ, մոտ 70 տարի տենց բոլորը բոլորին մեղադրում էին հոգեբանական պատերազմ վարելու մեջ, հետո հայտնվեց այդ համակարգիչները, որ սկսեցին տարածվել, հայտնվեց տեղեկատվական պատերազմ եզրը, ավելի ուշ օրինակ կիբեր պատերազմ, դե հիմա էլ ոնց որ հիբրիդային պատերազմ եզրի այդ մոդայիկ պահն է։ Պետք է հասկանանք, որ ներկայումս նամանավանդ Եվրոպան, Եվրամիության երկրներում հիբրիդային պատերազմ արտահայտությունը օգտագործվում է իրենց համար անցանկալի ցանկացած գործողություն նկարագրելու համար։ Այդ տենց մի հատ հովանոցի պես տերմին է, ով դուրները չի գալիս, պիտակում են որպես հիբրիդային ուժեր, հիբրիդային սպառնալիք եւ այլն։ Ընդ որում, եկեք հասկանանք, սահմանումը որն է դրա, ինչպես եւ բոլոր նման դեպքերում միասնական ինչ-որ ընդունված սահմանում չկա, ավելին ասեմ, օրինակ ամերիկյան ու եվրոպական սահմանումները կտրուկ իրարից տարբերվում են։ Ամերիկյանի սահմանումը տենց փորձել էր ձևակերպել, ընդհանրապես դա ամերիկացի մի գնդապետ Ֆրանկ Հոֆման իր աշխատություններից է սկսել տարածվել, ինքը չի առաջին օգտագործել, բայց իր հոդվածներից է սկսել տարածվել, ինքը դրա մեջ միավորում է իր բառերով, մեջ բերեմ ֆիզիկական եւ հոգեբանական, կինետիկ եւ ոչ կինետիկ գործոնների, կոմբատանտների եւ ոչ կոմբատանտների, պետությունների եւ ոչ պետական դերակատարների դիտարկում որպես մեկ ամբողջ համակարգի։ Սա կոնտեքստն է, այսինքն ցանկացած կոնֆլիկտում բոլոր դերակատարներին տարբեր ձևի միավորում է իրար։ Ու
հիբրիդային պատերազմի նկարագիրը այսպես է տալի, որպես մի պատերազմ, որն իր մեջ բուն դասական ռազմական գործողություններից բացի ինտեգրում է պայքարի շատ տարբեր ձևեր, պարտիզանականից մինչև սաբոտաժ եւ ընթանում է շատ տարբեր մարտադաշտերում գետնի վրայից մինչև տեղեկատվական մարտադաշտ։ Ամերիկյան բանակի սահմանումը մի քիչ ավելի բարդ է, բայց կարևոր հատվածն է, որ դերակատարներին է դիտարկում կանոնավոր զինված ուժեր, պարտիզաններ, ահաբեկիչներ եւ կրիմինալի համակարգված օգտագործում հակառակորդի կողմից։ Այս ահաբեկիչների ու կրիմինալի մասը խնդրում եմ հիշել, կանրադառնանք էսա։ Բրիտանական սահմանումն էլ է մոտավորապես նույն ոճի, որտեղ խոսում է նաեւ որ ոնց որ ուժերի միավորում հասարակության տարբեր խոցելի կետերին հարվածելու համար, այսինքն դա պայքար է ոչ միայն, ասենք, բանակների միջև, այլ հենց ամբողջ հասարակության դեմ, ամբողջ պետության շահերի, հասարակության շահերի դեմ։ Հետաքրքիր է եվրոպականը։ Եվրոպականում ռազմական կոմպոնենտը հանած է, այսինքն իրանք դիտարկում են բոլոր անցանկալի գործողությունները, որոնք չեն հասնում ռազմականի։ Ու ստեղ տեսնում ենք, որ արդեն արևմուտքում միասնական կարծիք, թե ինչն է հիբրիդային սպառնալիք չկա։ Որպես հիբրիդային սպառնալիքների օրինակներ են դիտարկվում քարոզչությունը, հոգեբանական տեղեկատվական գործողությունները, նույնիսկ գաղթականների հոսքերի կառավարումը ինչ-որ երկրների վրա ճնշում գործադրելու համար։ Մենք տենց օրինակներ կհիշենք վերջի 15 տարվա պատմությունից, օրինակ Էրդողանը սիրիացի փախստականներով Եվրոպային էր, ճնշում, Լուկաշենկոն Լեհաստանի ու Եվրամիության վրա էր ճնշումներ գործադրում։ Հայկական քաղաքական դիսկուրսում, ինչպես նշեցի, հիբրիդային պատերազմի եզրը շահագործողները դա վերագրում են Ռուսաստանին հիմնականում, հա։ Բայց արդյոք օրինակ Իսրայելի գործողությունները Իրանի դեմ արդյոք նույն հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ չեն։ Հիշացնեմ, որ օրինակ Իսրայելի հատուկ ծառայությունները ու նրանց պրոքսիները Իրանում քաղաքական սպանություններ են անում, ֆիզիկոսներին են իրանական սպանում, ահաբեկչական գործողություններ են անում։ Սա որ նայենք, ասենք մաքուր հիբրիդային պատերազմի նկարագրությունների մեջ մտնող կոմպոնենտ է։ Կամ ասենք նույն տասնամյակների ընթացքում, որ արևմուտքը Իրանի դեմ պատերազմ էր վարում, խառնվում էր, միջամտում էր Իրանի ներքին գործերին, ընդհուպ մինչև հեղաշրջում կազմակերպեցին Իրանում 1950-ականներին, արդյոք դա հիբրիդային պատերազմ չէր, այսինքն դա բացարձակապես նոր բան չի ու արդյոք ընդհանրապես մարդկության պատմության մեջ այն ինչ այսօր անվանում են հիբրիդային պատերազմ ինչ որ նորություն է։ Սերբիան Միլոշևիչին հաղթեցին ամերիկյան ուղիղ ֆինանսավորմամբ եւ ամերիկյան մասնագետների աջակցությամբ երիտասարդական շարժում ստեղծելով 2000 թվական։ Սերբիան Միլոշևիչին հանելու ամբողջ օպերացիան ըստ տարբեր աղբյուրների 50-ից 60 միլիոն դոլար արժեցել 2 տարվա կտրվածքով։ Դա կարող է թվալ շատ մեծ թիվ, բայց 50-60 միլիոն դոլարը դա մեկ ժամանակակից կործանիչի կամ ռմբակոծիչի նույնիսկ գին չէ։ Միացյալ Նահանգների ռազմական օպերացիան Սերբիայի դեմ տասնյակ անգամներ ավելի թանկ է նստել, հա, ու Միլոշևիչին այդպես էլ չկարողացան գցել։ Կամ օրինակ հիշեցնեմ, հա, ասում են, որ կրիմինալի կիրառումը կոնֆլիկտներում օրինակ 1943 թվականի հուլիսին, երբ դաշնակիցները զորք իջացրին Սիցիլիայում, ամերիկացիներն ու բրիտանացիները տեղում իրենց աջակցությունը նախապատրաստությունը դեսանտի սիցիլիական մաֆիան էր իրագործել, Ամերիկայում սիցիլիական մաֆիայի միջնորդությամբ այդ ներկայացուցիչների այն հայտնի ֆիլմերից հայտնի կրիմինալ դեմքերը երկրորդ համաշխարհայինում օգնում էին Ամերիկային կռվել Իտալիայի դեմ։
1914 թվականին, երբ Բրիտանիան հայտարարեց օգոստոսի 4-ին Գերմանիային պատերազմ, առաջի համաշխարհային պատերազմի առաջի օրերին, պատերազմի հայտարարելուն զուգահեռ նույն ժամերին բրիտանական հատուկ պատրաստած նավ կար, որը կտրեց գերմանական հեռագրային մալուխները, որը Գերմանիան միացնում էր Ամերիկայի հետ։ Այսինքն մաքուր, էլի հիմա դրանք ասեին, չգիտեմ, կիբեր պատերազմ, հա, այդ գործողությունն կրկնեմ 110 տարի առաջ 1914 թվականին։ Մենք սենց հիմա կարող ենք դար առ դար հետ գնալ, ամեն դարում, ամեն պատերազմում մենք կտեսնենք, որ պատերազմների ճնշող մեծամասնությունը հիբրիդային են եւ այլ կերպ չէ կարող լինել, հա։ Իլիականը կարող ենք դիտարկել տրոյական հայտնի ձին, հա, դա լավ, որ նայենք, անունը կարանք դնենք հիբրիդային պատերազմ։ 2006 տարի առաջ մի հայտնի չինացի Սունցին իր շատ հայտնի գործում, որը առ այսօր ուսումնասիրվում է թե ռազմական գործում, թե բիզնեսում եւ այլուր, երկրազմարվեստի մասին, այդպես է կոչվում, այդ իր հայտնի գործում գրել էր, որ ամենացանկալի հաղթանակները դա այն հաղթանակներն են, որոնք տեղի են ունենում առանց մարտի բռնվելու, այսինքն պարտադրում ես քո կամքը հակառակորդին առանց ծախսատար զոհերով, կորուստներով մարտի բռնվելու։ Հիմա վերադառնանք 2006 տարի առաջվանից այսօրվա Հայաստան ու մի հարց տանք ինքներս մեզ, արդյոք Հայաստանի շուրջ իրավիճակը մինչև 2018 թվական եւ 2018 թվականին ոմանք դրան ասում են հեղափոխություն կամ հեղաշրջում կամ իշխանափոխություն, ինձ թվում է ամենաճշգրիտ նկարագրությունը եզրը դրա համար աղետն է։ Արդյոք 2018 թվականի աղետը հենց հիբրիդային պատերազմի արար գործողություն չէր Հայաստանի դեմ։ Հայաստանում ներկայում ընթացող, այսպես ասած, հիբրիդային պատերազմը կարելի է իրականում տարբեր տեսանկյուններից դիտարկել ու այդ բոլոր տեսանկյուններն էլ վալիդ են։ Օրինակ, որը շատ է, սիրում մեր իշխանությունը շահագործել, ներկայիս իշխող խմբակը, դա Ռուսաստան արևմուտք հակամարտության ռուսաստանյան կոմպոնենտն է, Ռուսաստանը հիբրիդային պատերազմ է վարում։ Իրականում Ռուսաստան արևմուտք պայքարի թաթերաբեմը նախ երկկողմանի է եւ Հայաստանը այդ թաթերաբեմներից մեկն է։ Բայց նույն ձևի վալիդ է օրինակ դիտարկել Հայաստանը որպես եւ ամբողջ Հարավային Կովկասը որպես Ռուսաստան-Թուրքիա հակամարտության թաթերաբեմ, որովհետեւ Թուրքիայի շահերը այնպես չի, որ ամբողջովին համընկնում է, ինչպես Աբրահամը ճիշտ նշեց, արդեն միացյալ արևմուտք էլ ասել է սխալ, հա, բայց տենց ասենք արևմուտք Ռուսաստան այդ կոնֆլիկտից դուրս Թուրքիան ունի նաև իր շահերը, որը միշտ չի, որ արևմուտքի հետ համընկնում է։ Եվ այդ հիբրիդային պատերազմը, այսպես ասած, էլի ընթանում է, էլի Հայաստանը դրա թաթերաբեմերից է։ Բացի դրանից առանձին ունենք Իրան արևմուտք հակամարտություն, ունենք Իրան-Թուրքիա հակամարտություն, ունենք Իրան-Իսրայել հակամարտություն, որը էլի որոշ չափով Հայաստանով է անցնում, հա, ու ի վերջո ուղիղ Հայաստանի մասնակցությամբ հիբրիդային պատերազմ, դա Հայաստանի դեմ Ադրբեջանի վարած հիբրիդային պատերազմն է, հա։ Իդեպ մի կարևոր շեշտ հայ գերիների կամ երևի ավելի ճիշտ կլինի ասել պատանդների խնդիրը նույնպես այդ հիբրիդային պատերազմի բաղադրիչ է, ինչպես է դա արվում, շահագործվում ընդհանրապես այդ գերիների առկայության փաստը։ Ուստեղ հարց է առաջանում, լավ, իսկ այս պատերազմում մեր Հայաստանի մեր հայրենիքից մնացած մի փոքր էս հատվածում, հա, որ այդքան պատերազմներ են ընթանում, կատաղի պատերազմներ են,
այդ կատաղի պատերազմում ում կողմից է եւ ում դեմ է Փաշինյանի վարչակարգը։ Ու քանի Սունցին հիշեցինք, մի շատ հայտնի մեջբերում էլ իրանից, Սունցին ասում էր, որ պատերազմը խաբեության ուղի է, այսինքն ցանկացած պատերազմ խաբեությամբ է ուղեկցվում, այլ կերպ անհնարին է, բայց մեր հռչակավոր հայրենակիցը Զորավար Անդրանիկը 1906 թվականին մի շատ հետաքրքիր ուղեցույց էր հրապարակել, կոչվում է մարտական հրահանգներ ֆիդայինների համար, պարտիզանական պայքարի ուղեցույցը 1906 թվական։ Ու այնտեղ մի շատ կարևոր բան ասում է, որ ռազմական խորամանկությունը, մանիպուլյացիաները եւ այլն պատերազմի անբաժան մասն են պայքարի, բայց որևէ պարագայում չի կարելի խաբել քո կողմին, քո զինակիցներին։ Ուստեղ հարցը առաջանում, հա, եթե նայենք 2018 թվականից ի վեր, ում են միշտ անդադար խաբում, մանիպուլացնում, վախեցնում, շանտաժի ենթարկում այս իշխանությունները։ Մենք տեսնում ենք, որ իրենց թիրախում իրականում ոչ Ռուսաստանն է, որտեվ Ռուսաստանը շատ լավ ամեն ինչ տեղյակ է, ինչա Հայաստանում կատարվում, ինչա կատարվում Հայաստանի շուրջ, Ռուսաստանը տեղյակ է, Թուրքիան է տեղյակ, Ադրբեջանն է տեղյակ, բոլորը տեղյակ են։ Խաբեության թիրախում միայն հայ ժողովուրդն է, Հայաստանի քաղաքացիներն են ու ամբողջ հայ ազգը, հա։ Ու ստացվում է, որ Հայաստանի տարածքում ընթացող այս օտար պատերազմներում Հայաստանի ներկայիս իշխանությունները միշտ այլ ուժերի, այդ թվում բաց թշնամական ուժերի կողմից են։ Որ նայենք Փաշինյանի թիմը աննախադեպ ծավալի ապատեղեկատվություն է կիրառում, լցնում է դաշտ ամենօրյա, նաև քայքայիչ նարատիվներ են, հա, ահա որ նույն եկեղեցու դեմ հարձակումները, նույն անդադ մեր ինքնությունը հարցականի տակ դնելը շատ տարբեր, հա, պարամետրերով։ Այս ամեն ինչը ոնց ասեմ, պատահական չեն։ Այստեղ միայն հակառակորդի կողմից լինելու հարցը չի, այստեղ նաև շատ պրագմատիկ հիմք կա այս ամեն ինչում, քանի որ այսօր Եվրոպայում այս հիբրիդ պատերազմի խոսույթը Ռուսաստանի դեմ է ուղղված, իսկ Նիկոլ Փաշինյանին խիստ անհրաժեշտ է ԵՄ-ի աջակցությունը, Եվրամիության աջակցությունը, եթե մենք դիտենք վերջի 2 տարվա, 2-3 տարվա իրանց բոլոր գործողությունները, քարոզչական, այդ դեզինֆորմացիաները եւ այլն, հենց ուղղված են եվրոպացիներին ցույց տալու, ապացուցելու, որ այսօր Հայաստանի դեմ մղվում է հիբրիդային պատերազմ, մղվում է Ռուսաստանը եւ Եվրոպաջան արի հասի փրկի։ Օրինակներ որ բերեմ, ամեն ինչ տեղը կընկնի, հա։ 23 թվականից այս կողմ առնվազն 3 մեծ գործ կա, որոնք դեռ շարունակվում են, շատ նախորդները շատ դանդաղ, հա, ահաբեկչության ու իշխանության զավթման մեղադրանքներով։ Առաջինը այսպես կոչված հյուսիսային տերևաթափ մի հատ լրիվ փուչիկ գործ է, երկրորդը այսպես կոչված Արբաթ բատալյոնի գործ է, երևի նույնիսկ շատերը չեք էլ լսել այդ մասին, հա, եւ վերջինը սրբազան պայքարի մասնակիցներին ինչ որ ահաբեկչության մեջ մեղադրելն էր, ակնհայտորեն այդ ահաբեկչության թեման, դրա համար ասեցի ուշադրություն դարձրեք, էլի այն բանի համար է, որ ցույց տան, որ այ տեսեք, հիբրիդային պատերազմ, ահաբեկչություններով Հայաստանում ուզում են իշխանափոխություն անեն, բոլոր սլաքները ուղղվում է դեպի Ռուսաստան, ընդ որում ասում են բացահայտ կեղծիքներով, հա, ընդհանուր մինչև վերցնել տարբեր ժամանակներում տեղի ունեցած անկապ խոսակցությունից բառեր կտրել, միացնել իրար, անունը դնել, թե իբր ահաբեկչություն է, այն դեպքում, որ ասենք
Նման բան ընդհանրապես չի եղել։ Սա Սամվել Կարապետյանի գործը, էլի ռուսական, իբր ռուսական օլիգարխ, չգիտեմ ինչ, փորձում է Հայաստանում եսիմ ինչ անի։ Այս բոլոր խոսույթները հիմնավորելու համար են այն պնդումը եվրոպացիների մոտ, որ այ տեսեք, հասեք, փրկեք, Ռուսաստանը էսա մեզ ուտելու է։ Այսքանը մի խոսքով հասկանանք, որ այս հիբրիդ պատերազմներ, հիբրիդ սպառնալիքներ, դրանք մեծ հաշվով արդեն իմաստազրկված բառեր են, դրանք ուղղակի պիտակներ են, որով Նիկոլ Փաշինյանը փորձում է իր հակառակորդներին պիտակի, այդ ուժերի դեմ պայքարում Եվրոպայից աջակցություն ստանալու համար։